Նորից ողջույն հարգելի հայրենակիցներ, 2026-ի հուլիսի 3-ն է այսօր, այս գիշեր, ամբողջ մեղվանոցը, ամբողջ տեխնիկան տեղափոխել եմ Գագարինի ու Դդմաշենի արանքը գտնվող դաշտերը, որտեղ 30 տարի արդեն այս դաշտերի վրա մեղր ենք հավաքում։ Ինչպիսի ուրեմն իրավիճակա մեղվանոցում, բերքը այնքան առատ, որ կարելի ասել ջեքպոտ ենք բռնել այս տարի, շատ առատ է, դա այդպիսի բան ես իմ պատմության մեջ երևի տեսած էլ չլինեմ, այդպիսի առատություն է ուրեմն, 16 շրջանակը հանում ես, դնում ես 16-ա դատարկ, մի քանի օր հետո լիքն է, նույնիսկ այդ 16 օրը հանում ես, գուցե նույնիսկ հլը քամելու էլ չի, հանում, բաշխում ես այս կողմ, այն կողմ, որտեղ ազատ տեղ ես գտնում, որտեղ արագ բերում լցնում է, հլը մեղրը չի հասցնում այդքան պնդասնի, բայց նորից շարունակում է այդ նույն փեթակը նույն տեմպով ուրեմն վերել և մեղրը կուտակել։ Հիմա այս կոնկրետ այս փեթակը ինչ է արել, մի քանի որդուձու կար մեջը, թողել է իրան, մնացածը 8 հատ մոմաթերթ էի դրել, 8 հատ, մի շաբաթ 10 օր առաջ, ոչ ավել, 10 օր առաջ ավելի ճիշտ, և երկու շրջանակ էլ դատասինքն 10 շրջանակ ազատ տեղ էի տվել, մի 5 շրջանակ որդուն էր, 11 շրջանակ ազատ տեղ էի տվել։ Հիմա եկեք նայենք, ինչ իրավիճակա տերում, ես դրսից նայել եմ մեղուն, դուրս է գալիս, կծիկ է կազմում, նույնիսկ անձրևը գալիս է վրան, ներս չի կարող մտնի, որտև տեղ չկա մեջը։ Իսկ որ մենք դատարկ շրջանակներ տանք, բնականաբար տեղ է ազատվում։ Ուրեմն, նորից ասեմ, ցեղատեսակը, կոնկրետ այս փեթակը կարնիկա է։ Իմ մոտ հիմնականում կարնիկա է, կարպատկա է։ Մայրերը ուրեմն գնում եմ Համլետ Վարդանյանից, որն էլ իր հերթին վերում է հայտնի մայրաբույծներից, ներկրում է, Լեմիշևից է վերում և այլն։ Ուրեմն արդեն պարզ երևում է, որ ստեղ տեղ չկա, մեղուն, նույնիսկ մեղվի համար տեղ չկա։ Չեմ ուզում ավելորդ հարկ դնեմ, ստեղ դժվար կլինի ընդհանրապես աշխատելը, պավիլյոնը նախատեսված չի եղել, որ մի հարկից ավել դնենք, որտեղ որ ինքը լցնում է 4 կիլիանոց շրջանակ կլինի այս վերջինը, ուրիշ տարիներ այս վերջինը եթե ծանր է լինում, չէ, կարելի ասել ուրախությունից թրվռում ենք, այս 16-րդը։ Ուրեմն այսպիսի արդեն սերեկել է, արդեն քամելի է։ Այս դնեմ մի կողմ։ Ուրեմն 8 մոմաթերթ գործել է, այս առաջին ուրեմն 8-ն է, այսա կհանեմ ցույց կտամ, և 8 հատ էլ մոմաթերթ պատրաստել եմ, որ նորից տամ, այսինքն եթե 8 հատ մոմաթերթը սերեկած եղավ, գործած լցրած սերեկած եղավ, լրիվ կհանեմ և 8 հատ մոմաթերթ կտամ, 8 հատ էլ դատարկ լրիվ շրջանակ։ Այսինքն կստացվի, որ այս փեթակը արդեն տվեց 60 կիլո և հլը ամբողջ բերքը առջևում է։ Այս փեթակից ես ակնկալում եմ մոտ 150 կիլո, այս տարի մեղր։ Բայց որքան տարիներ են իզնից պահանջվել, մինչև ես հասկանամ, թե որն է լավ, որն է էֆեկտիվ, որն է մեղրատու, շատերը կարան լսեն 150 կիլո, ասեն, հա, տեսնում ես ինչ հեշտ է։ Մի հատ մեղու գնենք, ոյ, չէ թափում մեղուն վրից։ Մեղուն թափում է, բայց պատերին ենքան մեղու կա, որ արագ լցվում են շրջանակի վրա։
Եմ ուզում ոչ մի մեղու թողնեմ դրան, բայց իրանք կպնում են։ Ես մեկ, ահա որ շատ մեղու ունի, ահա որ։ Որդը դուրս այկ է, տեղը մեղր ալեցրի։ Այս պետակում կա մոտ 50,000 մեղու։ Իմ աշկաչափով ասեմ, մոտ 50,000 մեղու։ Այլ է, որդը դուրս է եկել, ընդամենը մնացել է մի քանի հատիկ, այս փոքրիկ մասը։ Շրջանակների արանքն են նույնիսկ գործել, մեղր են լցրել, որտեղ տեղ չունեն խեղճերը։ Էջ մեղվա ընտանիքը տեղ չունի, ընդհանրապես աշխատելու, ընդհանրապես։ Նայելուց նույնիսկ սարսափում եմ, այնքան մեղու կա մեջը։ Ինչ են ասում այս տարվա ուրեմն մեկնաբանություն գրողները, ահա տեսեք որդը։ Ասում են հիմա ինչ մեղր ա քամ։ Հիմա պեսոկ ես տվել։ Մի հատ սպա գրումը, սպայա էլի, նայել եմ, տեսել եմ, ուսադիրներով տղայա, գրումը ասում է, պեսոկ ես տվել, մեկնաբանություն է գրում, այսինքն ենքան անհիմն ու անպատասխանատու, որ ես ոնց որ իրան ասեմ, այդ ուսադիրներդ ստանալու համար կաշառք ես տվել, հնարավոր չէր դու ուսադիրներդ մաքուր ձևով ստացած ըլներ, քո ծառայությամբ, հայրենիքին կամ չգիտեմ, մատուցած ծառայությունների համար ուսադիրներդ լինեին ավակ լեյտենանտի, դու կաշառք ես տվել, այսինքն անհիմն գրեմ, մտնեմ իրա պրոֆիլը ու տենց հիմարություններ գրեմ, համար չի ասի ինգեր ջան, կարաս քո ասածներին հաշիվ տաս, կասի, հիմա էլ ես նույնն եմ ասում նման մարդկանց գրողներին, նման մեկնաբանություն գրողներին, հետև հիմարություններ, որ դուրս եք տալիս, ձեր ասածներին խիտեր չեք կայնում, ես որ հիմա անկապ ասենք թե մի հատ հիմարություն ասեմ ձեր հասցեին, բա չեք ասի, ընկեր ջան, մի հատ հաշիվ տուր, կասեք, չէ, բա դուք ոնց եք տենց ապուշություններ դուրս տալի, կամ հլը մենք մեր մոտ հլը չկա այդ ոնց սա դուք քամում եք, ընկեր ձեր մոտը ինչ կապ ունի, հիմա Ռուսաստանում ինչի մեղվապահները այդքան նախանց չեն, ու իհարկե որոշ մեղվապահների մասին է խոսքը, մեկը մյուսին չի փնովում, չի ասում այդ ոնց է դու մեղր ես քամում, ինչ եմ Ռուսաստանը շեշտում, ոչ թե տենց հատուկ սլավոնական ազգեր է, թեկուզ ուկրանյան,
ասեմ, միակ պատճառը ասեմ, ոչ թե դա իրանց ինչ որ ազգին է յուրահատուկ, մեղվաբուծությունն է զարգացած։ Որտեղ մեղվաբուծությունը զարգացած է, մեկնաբանություններում այս շությունները գնալով քչանում են։ Հիմա նայեք, կա Բերքարատ Հայաստան Facebook-յան էջը։ Մտնում ես, մի հաճույք ես ստանում։ Ոչ մեկ չի ասում, ընկեր, այդ ծիրանը, որ դու հիմա ստացել ես, չգիտեմ, սիլիտրա ես տվել կամ եսի ինչ է, ես մի քիչ այգեգործությունից հեռու եմ, բան ես տվել, մի բան տվել ես այդ ծառերին, որ տենց արագ աճել ծիրան են տվել, հիմա չէր կարա ծիրանել, այսինքն տենց անասունություններ ընդ չեն գրում, խախանդ են, այսինքն կարա մեղվապահ, որը նաև այգեգործությամբ է զբաղվում, մի այլ մեղվապահ նույնպես այգեգործությամբ է զբաղվում, իրանք մտնում են Բերքարատ Հայաստան Facebook-յան էջը, գուցե ուրիշ էջեր կան, չգիտեմ, այգեգործության հետ կապված, ես այդ էջն եմ մեկ-մեկ հետևում, այնտեղ իրար հետ շատ սիրալիր են։ Բայց հենց այդ երկու մեղվապահը հանդիպում են մի այլ էջում, մեղվապահության հետ կապված, ոնց որ թշնամիները լինեն։ Հա։ Ինչի, հայ ընկերներ, ինչի եք չար։ Իհարկե բոլոր մեղվապահների մասին չի, դրանք փոքր տոկոս են կազմում։ Նույնիսկ նայեք, այս որդերը տանելու եմ, կարող է չքամեմ այս շրջանակները, բայց տանելու եմ այս հենց ուրիշին տամ, որ ստեղ մեղու չավելանա։ Այս փեթակին ընդհանրապես պետք չի, որ մի հատիկ նույնիսկ մեղու ավելանա իրա մեջ արդեն աշխատավոր է այնքան շատ է, ավելորդ մեղուն պարապ է մնում։ Ահա։ Եղավ 6, հեսա երկու շրջանակից կերևա թե մոմա թերթերը, որը 10 օր առաջ տվել եմ։ Ինչ վիճակի է, լցրել է, սերեկել է։ Չորս, 8, եկանք հասանք, հա, ես այս 8-րդն էր, այսինքն հաջորդը հենց մոմա թերթերն են մեր հիմա իմ նշած։ Մի շրջանակ էլ գրել էի հատակին, մոռացել էի, ասում եմ ուր է 8-րդը։ Որ մի քիչ երկար ես թողում հատակին, մեղուները սկսում են փախնել, մեկը քայլելով է գնում, մեկը թռնում է, մի խոսքով տարածվում են ամբողջ պավիլյոնում։ Հիմա նայում ենք 10 օր առաջ դրված նոր շրջանակներ, այսինքն եղել է 4 հատ փետ, մի հատ բարակ թերթ։ Արդեն 1/3-ը սերեկել է լցրել է, այս մեկ մոմա թերթ։ Չգիտեմ, մտածում էի հետ քաշեմ տանեմ տամ ուրիշ փետակների թող սերեկեն։ Սրանք որպես վաճառքի կգնա այս տարվա նոր շրջանակ։ Ես իրան կդնեմ 8 հատ նոր մոմա թերթ, 8 հատ էլ դատարկ արդեն մուգ գույնի շրջանակ։ Մոտարապես 2 կիլո մոտարապես լցրել է, գործել և լցրել։ Ուրեմն 10 օրում պատկերացրեք ինչ է կատարվել, ինչ բարձր բերք է եկել Ֆանտանում, եկել շատ բարձր էր բերքը Ֆանտանում, այսօր էլ է երևի բարձր, բայց նստելու է այդ բերքը։ Ես էլ եկա, որտև հիմա անձրևային է տալի եղանակը,
Պարոն Սուրենյանը, ստեղ էլ որ անձրևային լինի չէի կարա բարձրանալ։ Կիլո կես։ Ճիշտ է, աշխատելու տեղ ունի ինքը այս մոմաթերթերի վրա։ Հələ կարա մի քիչ բջիջները բարձրացնի, բայց վերցնենք, որ ավելի լավ աշխատի։ Ամեն մեկի վրա կիլո կես լցրելա մոտ մի կիլո էլ երևի տեղ կա, մի քիչ որ բջիջները բարձրացնում է, էլի է կարողանում լցնի։ Ուրեմն այս տարվա չէ, 10 օր առաջվա ստեղծված մեղրահացեր են։ Բայց Ֆանտանում մի հատ մեծ թերություն կա, հարգելի մեղվապահներ եւ նաեւ ինչի՞ չէ, մեղրասերներ, ասեմ Ֆանտանի թերությունը։ Ֆանտանում կարա հեղեղի նման մեղր գա, բայց զվարկությունը կանգնում է այնտեղ։ Գագարանի դաշտը այդպես չի։ Գագարանի դաշտում այդպիսի բաներ չկան։ Որովհետև ինչի Գագարանի դաշտում նեկտարը բավականին ջրի կա։ Մեղուները զգում են, որ գարուն եկավ, գարնան նման մի բան եկավ, գարնան շունչ ոնց որ։ Սկսում է մայրը լավ ձվարկություն անել։ Մոմագործությունն է նաև լավ անում, ստեղ։ Այդ տեսակետից էլ դրա համար եկել ենք, որ գոնե մի քիչ ձվարկություն սկսվի։ Ուրեմն 8 մոմաթեթը գործելը ամեն մեկի վրա մոտ 1.5 կիլոգրամ մեղր է լցրել, բայց դեռ չի սերեկել, որտեվ 10 օրում դժվար մի քիչ հրաշք կլներ, որ հասցներ այդքանը աներ, էլի, համ լցներ, համ սերեկեր։ Այս մենք կտանք այլ փեթակների, որոնց մեջ տեղ կա դեռ, իրանք կսերեկեն։ Հիմա ես կտամ 8 հատ նորից մոմաթերթ եւ 8 հատ էլ դատարկ շրջանակ, որի վրա կարա տեղավորվի 35 կիլո։ Դա լցնելուց հետո կստացվի, որ արդեն 100 կիլո այս փեթակը տվեց մոտարապես։ Դա կլցնի մոտ 10-12 օրում, եթե բերքերը այս տեմպով շարունակվեն։ Այս փեթակի օրական բերքը ասեմ ինչքան է, մոտ ինչքան է եղել Ֆանտանում։ Մոտարապես 6 կիլոից ոչ պակաս, գուցե 7 էլ եղած լինի, բայց ոչ ամեն օր։ Բայց 3-ից 6 կիլո, սենց ասեմ, այն օրերին, որտեղ մի քիչ եղանական բարենպաստ է եղել, ասենք թե մինիմում 3 կիլո։ Օրինակ 3 եղել է հաստատ 6 կիլո, 3 լավ հզոր բերքի օր էր։ Բայց արդեն նշաններ կային, որ վերջն է, ես այդ նշանները անցյալ տարի ցույց եմ տվել շատ շատերին։ Ինչից է երևում։
Նախ մեղուն լցվում է մոմերի վրա, որտեղ որ մոմա տեսնում, մոմո շորեր եւ այլն։ Այդ առաջին նշանն է, որ ինքը զգում է, որ դաշտը արդեն դեպի չորն է գնում։ Այսինքն դաշտը թարմ չի։ Աշուն է գնում էլի իր համար, երբ որ սկսում է մոմերի վրա լցվել։ Իսկ ամենակարևոր նշանը բերքի ավարտի, դա բորերին դուրս հանելն է, բայց տենց միանգամից չեն հարձակվում 4 կիլոյի տակ կամ 3 կիլոյի տակ բորերին հանում։ Հատուկենտ քաշքշում են։ Ցեղատեսակ կա, օրինակ կարպատկան սկսում է քաշքշել։ Այդա վատ նշան է, ուրեմն պետք է հավաքես ոնց որ ասած ճամպրուկներդ։ Ուրեմն մեղվա ընտանիքը երևի հարկը դատարկեցի։ Հիմա կտամ 8 հատ մոմաթերթ, 8 հատ էլ դատարկ շրջանակ։ Եվ սա իրան մեծ գործ է, մեծ ծավալի գործ։ Այսինքն մեղուն պարապ չի նստի։ Շատ տեղերում ուրեմն ովքեր չեն կարողացել մեղվին ժամանակին աշխատանք տան մեղուն զաքատենդի է նստել, այսինքն սկսել է նոր ընտանիքներ ձևավորել։ Բայց հələ իմ մոտ մի անգամ եղավ շատ հարգելի պատճառով ապրիլի 26-ին, իմ ընկերները գիտեն ինչի պատճառով էր դա։ Դրանից հետո չի եղել, մի ընտանիք է եղել, զաքատենդ։ Ձակատենդ չէ, ձակատենդ շատ է եղել այս տարի, բայց մի ընտանիք է ձակ տվել։ Իսկ հենց սկսում է բարձր բերքը, արդեն դա լավ նշան է, որպեսզի մեղուները դուրս գան ուրեմն ձակատենդից։ Այսինքն ինչն է ուրեմն պատճառը, որ մեղուն մեջը տեղ չունի, դա ոչ թե միայն քանակությունն է, այլ նաև օդը։ Երբ որ շրջանակները լցված են մեղրով, բնականաբար այդ բջիջների մեջի օդն էլ է դուրս եկած, այսինքն բջիջների մեջ ոչ թե օդ է, այլ մեղր, եւ պետակում տեղ չի լինում բնականաբար, այսինքն շնչելու տեղ չի լինում։ Մեղուները ֆիզիկապես կարան տեղավորվեն, բայց խեղդվում են։ Օդափոխությունը շատացնես կարող է մի քիչ էլի հանգստանան, բայց հիմնական պատճառը ուրեմն լցված լինելն է։ Մի մասը պարապ է նստում մեղվի, ուրեմն երբ որ լցված է ալնում արդեն շրջանակներ, չնայած գործ կա անելու, բայց մի մասը տենց կիսապարապ վիճակում է։ Իսկ որ 16 շրջանակ դատարկում ես դու եւ դատարկ շրջանակներ ես տալիս, նույնիսկ մյուս օրը որ նայում ես աշխատանքը փոխված է ալնում, մեղուն սենց հսկայական երամի նման գնում գալիս է, անմիջապես աշխատանքն էլ է փոխվում իրա։ Ուրեմն մեղուն են հրաշք էակներից մեկն է, են հրաշք, որը մի րոպե իրա գործը չի հետաձգում, այ մեր հայերի բնավորության մեջ, իհարկե նորից եմ ասում, ոչ բոլորի, նույնիսկ իմ բնավորության մեջ կա, որ մենք գործը երբեմն հետաձգում ենք, ասում ենք վաղը կանեմ, լավ դե ժամանակ կա, վաղը կանեմ, էլի, երեխեքն էլ ասում են, այսօր շաբաթ է, դասերը կիրակի կանեմ, էլի, մի քիչ խաղամ, iPad-ով կամ չգիտեմ ինչով, չէ, բայց մեղուն, են էակն է, Այն հրաշքն է, որը մեկ վարկյան, նույնիսկ իրա գործը չի հետաձգում։
Եվ 8 հատ էլ տալիս եմ ուրեմն քամած շրջանակներ։ Մի օր հետո որ բացենք լրիվ պատկերը փոխված կլինի։ Տեսնենք որ այս կտրված սերեկները չկան։ Մեղուները, բջիջները ձևավորել են, սիրունացրել են։ Նույնիսկ մի օր հետո չէ, գուցե մի քանի ժամ հետո։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, հարգելի հետևորդներ, ովքեր առաջին անգամ էին ինձ տեսնում, ներկայանամ, ես ինժեներ մեղվաբույծ Արամ Խերանյանն եմ անհիշելի ժամանակներից։ Մեղվաբույծությամբ եմ զբաղվել, մեղու AM էջում ես ցույց եմ տալիս իմ անձնական ուրեմն գործերը մեղվապահության հետ կապված, բացի դրանից նաև հնարավոր է լինել այլ բնույթի տեսանյութեր, գաղափարական, տեխնիկական եւ այլն։ Լավ եղեք, մինչ նոր հանդիպում։